Հարսնաձորի լեգենդը սերիալը գնալով ավելի է խորանում իր դրամատիկ շերտերի մեջ, ներկայացնելով ոչ միայն ընտանեկան բարդ հարաբերություններ, այլ նաև հոգեբանական լարվածություն, ներքին պայքարներ ու ճակատագրական սխալներ, որոնք փոխում են հերոսների կյանքը։ Անդառնալիորեն յուրաքանչյուր նոր սերիա բացում է նոր գաղտնիք, որը ոչ թե հանգստացնում է, այլ ավելի է սրում իրավիճակը։ Վերջին զարգացումներից ամենաշոկայինը կապված է Սաքոյի հետ։ Սաքոն, ով արդեն երկար ժամանակ պայքարում է իր ներքին խնդիրների դեմ, կարծես ավելի ու ավելի է խճճվում իր իսկ ստեղծած փակուղում։ Նրա վարքագիծը վաղուց է կասկածներ առաջացնում, հալյուցինացիաներ, անհասկանալի վախեր, իրականության և երևակայության սահմանների կորուստ։ Շատերը կարծում էին, թե դա պարզապես հոգեբանական ճնշման արդյունք է, բայց այժմ պատմությունը նոր ուղղություն է ստանում։ Դեպքը, երբ Սաքոն ցանկանում էր խմել իր դեղը, բայց պատահաբար հեղուկը խմեց Սոնան, դարձավ իսկական շրջադարձային պահ։ Սոնան ոչինչ չկասկածելով խմում է ջուրը և ուշագնաց լինում։ Այդ պահը ոչ միայն լարված էր, այլ նաև բացահայտող։ Առաջին անգամ հանդիսատեսը տեսնում է այդ դեղերի իրական ազդեցությունը ոչ թե Սաքոյի, այլ մեկ այլ մարդու վրա։ Սոնայի վիճակը լուրջ է և հենց այդ դեպքն է, որ կարող է բացահայտել այն գաղտնիքը, որը երկար ժամանակ թաքնված էր։ Մեծ հավանականությամբ պարզ կդառնա, որ Սաքոյի վատթարացող վիճակը, նրա հալյուցինացիաները, իրականությունից կտրված պահվածք հենց այդ դեղերի հետևանքն են։ Հարց է առաջանում, արդյոք նա ինքն է դրանք օգտագործում իր կամքով, թե ինչ-որ մեկը նրան մանիպուլացնում է։ Իհարկե, հեռուստադիտողներն արդեն գիտեն, որ դա բժշկի նշանակած դեղահաբերը չեն, այլ Արմոն է փոխել այդ դեղերը։ Այս սյուժետային գիծը սերիալին տալիս է հետաքրքիր երանգ։ Միևնույն ժամանակ, Սոնայի կերպարը նոր լույսի տակ է հայտնվում, նրա անսպասելի ներգրավվածությունն այս իրավիճակում կարող է փոխել շատ բաներ։ Մինչ այժմ Սոնային վերաբերվում էին արհամարհանքով, նույնիսկ հեգնանքով։ Բայց այս դեպքից հետո, հավանաբար, նրանց վերաբերմունքը, հատկապես Անիկի վերաբերմունքը, պետք է որ փոխվի։ Եթե նա ապաքինվի և պատմի, թե ինչ է զգացել այդ դեղը խմելուց հետո, դա կարող է դառնալ ապացույց բացահայտելու ճշմարտությունը, բայց կա նաև վտանգ, արդյոք նա կհիշի ամեն ինչ, թե ոչ։ Սաքոյի ներքին աշխարհը սերիալի ամենաբարդ և հետաքրքիր շերտերից մեկն է։ Նա մի կերպար է, ով կարծես մշտապես կանգնած է իրականության և խելագարության սահմանագծին։ Նրա ապրումները, վախերը, կասկածներն այնքան իրական են ներկայացված, որ հանդիսատեսը երբեմն նույնիսկ չի կարողանում տարբերել ինչն է իրական, ինչը նրա երևակայության արդյունք։ Եվ հենց այստեղ է սերիալի ուժը, այն ստիպում է մտածել, վերլուծել և կասկածել ամեն ինչի վրա։ Այս ամենի ֆոնին մյուս սյուժետային գծերը ևս չեն կորցնում իրենց լարվածությունը։ Նշենք, որ Նարեն տեղափոխվում է Լալայի մոտ, քանի որ Լալան գնում է Նարեի մոտ ու ասում, որ եթե նա որոշել է, որ իր հետ հյուրանոց չգա ապրելու, ապա Լալան է տեղափոխվելու Նարեի մոտ։ Բնականաբար, Նարեին այլ ելք չի մնում ու տեղափոխվում է Լալայի մոտ։ Լալան շատ լավ է հասկանում, որ եթե Նարեն մենակ մնա, կարող է կորցնել երեխային։ Վախեր, սթրես և իհարկե չի բացառվում, որ Արմոն կհետապնդի նրան, և ամենաապահով տեղը Լալայի մոտն է։ Այսպիսով, Հայկը կարող է հանգիստ լինել, որ Նարեի կյանքին ու երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։ Մյուս կողմից, Միքոն արդեն գիտի ճշմարտությունը, որ Սաքոյին հնարավոր է շատ շուտով հոգեբուժարան տեղափոխեն, քանի որ նրա վիճակը ծանր է։ Բայց Սոնան կարողացավ կանխել այդ ամենը և օգտագործելով այդ ջուրը, բնականաբար, բոլորն արդեն կիմանան, որ դա Արմոյի ձեռքի գործն է, և այս ընթացքում Արմոն է փոխել նրա դեղահաբերը, որպեսզի նա իրեն վատ զգա։ Եվ այսքան ժամանակ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին չէր հետաքրքրում, թե ինչն է Սաքոյի նման վիճակի պատճառը։ Իհարկե, սա սերիալ է, և զարգացումները դեռ առջևում են։ Նշենք, որ սերիալը մոտենում է ավարտին, և բնականաբար հանգուցալուծումը մոտ է։ Հարսնաձորի լեգենդը սերիալը հաջողությամբ պահում է իր ինտրիգը մինչև վերջ։ Սաքոյի դեղերի պատմությունը, Սոնայի ուշագնաց և սպասվող բացահայտումները խոստանում են, որ առաջիկա սերիաները լինելու են առավել լարված, հուզիչ և անակնկալներով լի։ Դիտողներին մնում է միայն հետևել և փորձել հասկանալ՝ ով է իրականում մեղավոր և ինչ ճակատագիր է սպասվում այս բարդ ու խճճված պատմության հերոսներին։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր
գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։